Խնդրում էի ղեկավարությանը, որ զբաղվեն հիմնականում շինարարություններով, կազմակերպություններին հետևեն, որ մարդկանց հանում են դուրս են հանում և այն կարգի վիճակի մեջ են մարդկանց գցում, որ չեն կարողանում նորմալ ապրել, ընկերներով վարձել ապրելու, քաղաքից քաղաք, թաղամասից թաղամաս, այն գումարը չեն տալիս մարդկանց, որ ապրեն, ունեմ առողջական խնդիրներ, սրտի հետ կապված, եթե կան բարի մարդիկ կարողանան օգնել վիրահատության համար, կխնդրեի ուղղակի բարի մարդկանց։ Լույսի ուրաման, լույսի ուրա։ Ես մի խնդրանք ունեմ այն կազմակերպությանը, Ինքը վերավ, որ ամուսնուս տունը քանդել է 2008 թվականին, որը գտնվել է Բյուզանդի փողոցում։ AMC կազմակերպությանն եմ դիմում։ Խնդրում եմ զբաղվեք մեր տների հարցով։ Ուզում եմ իմանալ ինչքան պետք է մենք սպասենք, ինչքան պետք է մենք վարձով ապրենք։ Այսքան բան եմ խնդրում։ Մեզ պատասխանեք, ռեալ պատասխանեք, ինչքան պետք է մենք վարձով բնակվենք։ Հարգելի AMC կազմակերպությանն եմ դիմում։ Իսկ ով է տնօրենը։ Չգիտեմ ճիշտն ասած։ Իսկ ձեզ հետ ով է ընթացքում կապի մեջ եղել, ով է պայմանագրերը ստորագրել տվել։ Հիմնականում ընտանիքով են գնացել, նոտարական կարգավիճակով ստորագրել են, բայց հիմնականում դենքով է չգիտեմ ով է տնօրենը։ Փոխհատուցում չեք ստացել։ Փոխհատուցում ունենակ ամսական վարձը, որ պայմանագրով իրանք մեզ տալիս են։ Իսկ պայմանագրով ինչքան են տալիս։ 30 են տալիս, 20,000 վարձը, 10,000 դրամներ կոմունալ հարցերով։ Արդեն մեր ուզած գումար, որտեղ իրան սկզբնական պայմանագիրը, որ մենք տնկել ենք, իրանք 50,000 էին տալիս ընդհանուր ընտանիքին, որով հնարավոր չէր ապրել։ Ընդհանուր ընտանիքով մի տան մեջ ապրել հնարավորություն չկար։ Ստիպված մեր ուժերով էինք ապրում։ Մեկս մեր ուժերով։ Քանի որ պայմանագիրը լրացավ իրանք նշված պայմանագիրը, թազա պայմանագիր կնքեցինք, արդեն մեր ուզած գումարը մենք իրանք ներկայացել, որ տվյալ գումարով մենք ապրում ենք այսինչ տան մեջ, այսքան գումարը։ Իրանք հատկացել են մեր այդքան գումարը։ Իսկ որևէ ծրագրից չեք օգտվում, փարոսից կամ որևէ սոցիալական ծրագրից։ Ոչ մի տեղից չենք օգտվում։ Փարոսից ուզեցել ենք օգտվել, ասել են գրանցվեք տվյալ տան վրա, որտեղ ապրում եք, որը հնարավոր չի։ Ոչ ոք չի համաձայնում իր տան վրա գրանցի մեզ վարձով տան տեղը։ Ես մեկ էլ դիմում եմ մեր հարգելի կիսաբաց լուսամուտների Հրաչ Մուրադյանի, հնարավորության սահմաններում Հրաչ ջան, ինչով կարող եք օգնել իմ ընտանիքին։ Նկարահանման, որպեսզի մասնակցեք, կիսաբացի հիմնադրամը ձեր վրա ուշադրություն դարձնի, ինչ եք կոնկրետ ուզում։ Հիմնականում հիմնադրամը ուշադրություն դարձնի, եթե պետք լինի, նույնիսկ կարող եմ նկարահանվել, բայց հիմնականում հիմնադրամը թող ուշադրություն դարձնի։ Դուք ձեր ամուսնու եւ երեխայի հիվանդության հետ կապված բոլոր փաստաթղթերն ունեք։ Երեխայի փաստաթղթերը չէ, բայց ամուսնունս բոլորը կա։ Իսկ երեխայի փաստաթղթերը ինչու չունեք։ Երեխայի փաստաթղթերը իր անկետայի մեջ է եւ պոլիկլինիկայում է։ Անհրաժեշտության դեպքում կարող են ստուգել, որ երեխան առողջական խնդիրներ ունի։ Լարինգոտրախիա իր հիվանդությունը, տենց է կոչվում։ Բրոնխներն է լցվում, իր կոկորդի այդ հատվածը փակվում է, թարախալցվում ու հիվանդանում է։ Նոթիները։ Բալիկ, դու ասելու բան ունես։ Հա, Ասա։ Ինչ ասեմ։ Ասեցիր ասելու բան ունես, ասա։ Դու ինչ ես ուզում ասել, ում ես։ Դրացածը նկարի։ Դու սիրում ես այդ նկարը։ Դերասվածի նկարը։ Աղոթում ես։
Հա։ Գիտես աղոթել։ Հետո դրամ։ Որ աղոթքը գիտես։ Անունը չգիտեմ։ Դե ոչինչ, ասա, որը գիտես, ասա։ Սորը կնկարես սամանին։ Անպայման։ Հա։ Դե ասա, որ աղոթքը գիտես, մի քիչ հետ գնա ու ասա։ Գրակի կտենեն։ Մի քիչ հետ գնա ու ասա։ Մի քիչ հետարի, որ լավ երևաս։ Մի քիչ հետարի։ Դե ասա, որ աղոթքը որ գիտես, ասա, որ աղոթքն ես ասում։ Երկի, մի բան երկի։ Այնտեղ։ Իդիչացիա, հա։ Աղոթել գիտի, աղոթք գիտի որևէ։ Չէ, աղոթքը Աղջունի նկարի։ Արտակ, հələ խաչարա։ Խաչարա թող նկարի։ Նա հեքիաթ պատմում։ Լավ, հեքիաթ պատմի։ Մի արա, հեքիաթ։